Լրություն, գես շանվաչապ լրություն երկինքի մեջ։ Դուն գրնաս պատկերացնել այն բահը, երբ ռեշտակներու պարապանությունը գտատրի, երբ երկնային քնարները գլրեն, եւ ամբողջ դիեզերքը շունչը բահած կսպասե։ Ասիկա ոչ թե խաղաղության լրություն է, այլ փոթորիկեն առաջ եղած սոսկալի լրությունը։ Աստված գլրե, որովհետև իր սուրբերուն աղոթքները կբարձրանան քահին առջև։ Բայց երբ այդ լրությունը խզվի, շեփորները պիտի հնչեն։ Առաջին չերս շեփորները պիտի հարվածեն երգիրը, զովը, ջուրերը եւ երկնային լուսադուները։ Այսօր մենք կտեսնենք բնության աղաղակը։ Մենք կտեսնենք անդարներու հրտեհները, զովու բղդորումը եւ դիեզերական անկայունությունը։ Մարդիկ կպնդրեն գիտական պատասխաններ, բայց հայտնության 8-րդ գլուխը մեզի կսե, ասոնք Աստծո շեփորներն են, որոնք կգանչեն աշխարհը ապաշխարության։ Բայց դրաստ ենք լսելու այն ցայնը, որ պիտի ցնցե բնության հիմքերը։ Երկնային լրություն եւ բնության հարվածներ։ Ողջույն հանաբազորիացի սիրելի ունգընտիրներ, այսօր 15 մարտն է 2026 եւ մենք պիտի շարունակենք հայտնություն մեկնությունը 8-րդ գլուխ 1-13։ Սիրելի հավատացյալներ, այսօր մենք կտևագոխենք հայտնության գրքի նոր եւ ավելի սաստիկ բուլմը։ 7-րդ գնիկը բացվեցավ եւ անոր մեջ են դուրս ելան 7 շեփորները։ Բայց նախքան առաջին շեփորի հնչելը երկինքի մեջ ես ժամլրություն եղավ։ Այսօրվա աղմուկոտ աշխարհի մեջ մենք մորցած ենք լրության զորությունը։ Աստված գլրե, որբեսի լսե իր զավակներուն հառաչանքը։ Հրեշտակները ոսկյա խնգամանով, սկավառակներով, սուրբերուն աղոթքները խունգի հետ մատուցեցին քահին առջև։ Դուն երբեք չսես, թե աղոթքդ անպատասխան է։ Քո աղոթքդ այն գայծն է, որ պիտի շարժե երկնային մեքենան։ Երբ ռեշտակի խնգամանները երկրի վրա նետեց, ցայներ, որոդումներ եւ երկրաշարժ եղավ, աստվածային պատասխանը միշտ աստեցիկ է։ Առաջին շեփորը հնչեց եւ երկրի վրա տապվեցան գարգուտ ու գրակ, արյունով խառնված։ Երկրի 1/3-ը այրեցավ։ Այսօր մենք ականատես ենք աննախադեպ հրտեհներու, որոնք գլապեն անդարները եւ գփոխեն երկրակունթի թիմակիցը։ Մարգարեական պատգամը մեզ կզգուշացնե, երբ բնությունը սկսի այրիլ, իմացեք, որ առաջին շեփորը արդեն սկսած է իր արձագանքը։ Աստված կհարվածե մարդու ճագերդյալ կանաչ ապավենը, որբեսի անհիշե, թե ով է իր իրական արարիչը։ Արքնության գոչը մեզ գսե մի վստահիր երկրային բաշարներուն, որովհետև անոնք գրնան մեկ գիշերվա մեջ մոխիր դառնալ։ Երկրորդ շեփորը հնչեց եւ գրագով վառվող մեծ լերանբես բամը ձովում մեջ նետվեցավ։ Ձովուն 1/3-ը արյան վերածվեցավ։ Այսօր ձովերուն եւ օվկիանոսներուն աղմուկոտ ցուգերուն զանգվածային սատկիլը եւ չրային դարերքի խորովքը ահազանգներ են։ Աստված կհարվածե համաշխարային արևդուրի եւ սնունդի աղբյուրը, երբ մարդկությունը կգարձե, թե գրնա սիրել կամ դիրել օվկիանոսներուն, երկրորդ շեփորը կհիշեցնե մեր անզորությունը։ Գալիք պատուհանները պիտի ցնցեն այն ամենը, ինչ որ մենք անսպար կհամարեինք։ Այսօրվա գոչը կսաստկանա 3-րդ շեփորով՝ թարնություն։ Գոչված մեծ աստղը ինգավ քեդերու եւ ճուրերու աղբյուրներու վրա։ Ճուրերու 1/3-ը թարնացավ եւ շատ մարդիկ մեռան։ Մենք կբնակենք տարաշրջանի մեջ, ուր խմելու ճուրը դարձած է ռազմավարական մեծակույն խնդիրը, բայց հայտնությունը կխոսի հոգևոր ֆիզիկական տառնության մասին։ Երբ մարդու կյանքի աղբյուրները կթունավորվին իր իսկ մեղքերով, տառնությունը կդառնա իր բաժինը։ Մարգարեական պատգամը հստակ է։ Առանց Աստծո օրհնության քաղցր ճուրերուն անգամ մահաբեր կդառնան։ 4-րդ շեփորը հարվածեց երկնային լուսադուները, արևուն, լուսնին եւ աստղերու 1/3-ը խավարեցավ։
Այսօրվա աշխարհի մեջ դիրող հոգևոր եւ բարոյական խավարը իր արդացոլումը պիտի գտնե նաեւ ֆիզիկական երկնքի վրա։ Երբ լույսը կբացի, մարդը կգործընծնե իր կողմնորոշումը։ Աստված կհարված է մարդու ժամանակի եւ լույսի համագարկը։ Մենք կգարձենք, թե դիեզերքը գայուն մեքենա մնե, բայց չորրորդ շեփորը մեզի ցույց պիտի տա, որ Աստված գրնա անչադել լույսը, երբ մարդկությունը կմերժե ճշմարիտ լույսը։ Այսօրվա արքնության գոչը քեզի կհարցնե. Դուն լսած ես այն արձևին ցայնը, որ գթրջեր երկնքի մեջ դեղով եւ գահագեր։ Վայ, վայ, վայ երկրի բնակիչներուն։ Այս երեք վայերը վերջին երեք շեփորներն են, որոնք շատ ավելի տաժան պիտի ելան։ Առաջին 4 շեփորները հարվածեցին բնությունը, բայց հաջորդները պիտի հարվածեն մարդու հոգին եւ մարմինը։ Դու պատրաստ ես այն ժամուն, երբ բնությունը ավելի քեզ չպաշտպանե։ Երբ ձողը, հողը եւ ջուրը կուտեմը թելեն, ուր պիտի բահվես։ Այսօրվա պատկամը հստակ է, այս պատուհաստները նպատակ ունին ստապեցնելու մարդկությունը։ Աստված չի չարչարեր բնությունը զուր դեղը, անգցնցե մարդու հենարանները, որբեսի մարդը դառնա դեպի իրեն, դեպի Աստված։ Եթե դու այսօր գտեսնես աշխարհի խրովքը, մի վախնար, այլ աղոթե, հիշե, որ շեփորները հնչել են առաջ, քո աղոթքը բարձացավ գահին առջև։ Դու ունիս պաշտպանություն, որ ոչ մեկ շեփոր գրնա քանդել։ Աստված իր զավակներուն կբահե նույնիսկ այն ադեն, երբ աստղերը կտապին։ Հաղթողին համար այս տեսիլքը զգուշացում է եւ հրավեր մնալու լրության եւ աղոթքի մեջ։ Մենք պետք է լանք այն ճագերդյալ խնգամանները, որոնց մե աղոթքը անուշահոդություն գել է։ Մի խառնվիր աշխարհի վախին, այլ խառնվիր երկնային լրության։ Երբ շեփորները կհնչեն, հավատացյալ կպետք է գիտնա, որ իր դիրոջ գալուստը ավելի կմոտենա։ Մենք չենք սարսափիր բնության քայքայումեն, որովհետև մենք կսպասենք նոր երկնքի եւ նոր երկրի։ Արքնության գոչը հստակ է, մաքրեք ու հոգիդ տառնութենեն։ Մի թողուր, որ տառնություն կամ տառնության աստղը ինակու սրդիդ աղբյուրներուն վրա։ Պատրաստվիր, որովհետև շեփորները արդեն կհնչեն։ Միայն անոնք, որոնք երկնային լրության մեջ Աստծո ցայնը լսեցին, պիտի կարենան դիմանալ շեփորներու որոդումին։ Լսեցեք հոգին, ինչ որ գսե եկեղեցիներուն։ Բնությունը կդնքա, բայց Աստված կդիրե ամեն։